Տեղյակ եք, թե երբ են տեղի ունենալու 2026 թվականի Հայաստանի Հանրապետության խորհրդարանական ընտրությունները։ Այստեղ մենք երկու փուլի տվյալներ ենք բերել, 27-29 ապրիլ իրականացված և 19-21 այստեղ վերջի փուլը։ Եթե նկատում եք, տեղեկացվածությունը բարձրացել է և ճիշտ պատասխան նշել են 84%-ը 26 թվականի հունիսի 7-ը։ Եթե նկատում եք, անցած անգամ միայն 60%-ն էր ճիշտ նշել ամսաթիվը։ 6%-ը նշել են այո, տեղյակ են, որ տեղի են ունենալու ընտրությունները, բայց սխալ պատասխան են տվել և 8.8%-ը դեռ չի իմանում, թե երբ է տեղի ունենալու այս ընտրությունները։ Կարծում եմ մյուս փուլում մենք ունենանք ավելի լավ պատկեր։ Ինչ եք կարծում 2026 թվականի Հայաստանի Հանրապետության խորհրդարանական ընտրությունները կանցնեն արդար, թե կլինեն կեղծիքներ։ 28.1%-ը նշել են միանշանակ արդար կանցնեն, 23.8%-ը նշել են ավելի շուտ արդար կանցնեն, ավելի շուտ կեղծիքներով նշել է 19.1%-ը և 17%-ը նշել է միանշանակ կեղծիքներով։ 12.3%-ը դժվարացել է այս հարցին պատասխանել։ Նախորդ շրջափուլի տվյալները ևս ներկայացված են, շատ մեծ տարբերություն ըստ երևույթի չկա, գրեթե նույն պատասխաններն են ստացվում։ Եթե խորհրդարանական ընտրությունները անցնեն անարդար, պատրաստ եք արդյոք դուրս գալ փողոցային պայքարի արդարությունը հաստատելու համար։ 40.5%-ը նշել է, որ միանշանակ այո, 10.8%-ը նշել է, որ ավելի շուտ այո, այսինքն 50%-ից ավելը մեր քաղաքացիները նշում են, որ պատրաստ են պայքարել իրենց ձայների համար։ 8.2%-ը նշել է ավելի շուտ ոչ և 34.7%-ը նշել է միանշանակ ոչ։ Ընդ որում ուզում եմ շեշտադրեմ, որ այստեղ խոսքը գնում է ընդհանուր խախտումների մասին և չի բացատրվում, թե խախտումները ում կողմից կարող են տեղի ունենալ։ Հասնենք ում քարոզարշավին, որ